մեկիներ, թե երկուսիներ չեմ հիշում, ես գնացի հիմնարկ, շենքի դուռը ընդհանրապես փակ էր։ Հետո եկա տուն, մտածեցի հաջորդ այդ օրը վերադարձա տուն, գյուղում ա դե մեր տունը, իսկ հիմնարկը Բերձոր քաղաքում է։ Վերադարձա տուն, մտածեցի, դե որ հաջորդ օրը կներկայանամ, բայց երբ որ եկա, փաստաբանը հանրային, մեր ընտանիքի հետ կապ էր հաստատել եւ ասել էր, որ շտաբ ներկայանանք գանք Երևան։ Իմ գալուց հետո արդեն տնորենը հեռախոսով կապ մայրիկիս ասել էր թող կապվի իմ հետ, զանգեցի, ասեց որ էսպես քո հարցը դրված է, ինձ ասել են որ ես քեզ անպայման հանեմ աշխատանքից եւ ես հիմա որպեսի դու խնդիր չունենաս, առաջարկում եմ գաս ինքդ դիմում գրես եւ ազատվես։ Ճիշտն ասած այդ պահին ամեն ինչ այնքան իմ համար չգիտեմ, պատրաստել չէի նույնիսկ այդ իր քայլին ինչ որ գոնե բանավոր մի պատասխանի, ասացի լավ, բայց հետո մտածում եմ այնուամենայնիվ, եթե ես նույնիսկ այդ ամբողջ ամսվա կտրվածքով 5 փորձի չեմ հաճախել, 6 փորձի չեմ հաճախել, այն դեպքում երբ ինքը ես իրենից խնդրել եմ, ինքը ասել է խնդիր չկա, ես թող ինքը ինձ բացակա դնի կամ չգիտեմ նկատողություն ունենար ձեռքի տակ, նոր ազատման հարց բարձրացներ։ Էլ չասեմ, որ ես առանց ամուսին իմ խնամքի տակ ունեմ մեկ անչափահաս երեխա, ոչ մի նպաստ չեմ ստանում։ Ինքը ինձ բառացի ասաց, որ իրեն վարչակազմից են ասել, որ ինձ հեռացնեն։ 6 տարի աշխատում եմ այդ հիմնարկում, ոչ մի նման խնդիր չի եղել եւ հավատում եմ իմ տնօրենի խոսքին, որ դա վարչակազմի ղեկավարի մտահղացումն է, իսկ թե իրենից բարձր էլի եղել է ինչ-որ մեկը, ով իրեն դա թելադրել է, թե ոչ, դրա մասին չեմ կարող ոչինչ ասել։ Իմ դեմ դուրս է եկել մի մարդ, համոզված եմ չցանկանալով, հասկանալի պատճառներով։ Հայրս թե 14 թվականի օգոստոսի դեպքերին, թե 16 թվականի ապրիլյան դեպքերին կամավոր, բնականաբար իր տարիքը արդեն ինքը այն տարիքում չի, որ իրեն գային տանեին, ինքը միշտ էլ կամավոր գտնվել է պատերազմի ճակատի ամենաթեժ կետերից որևէ մեկում։ Հիմա զինկոմիսարիատից մենք փաստաթուղթ ենք ուզում օգոստոսյան դեպքերի հետ կապված 14 թվականի եւ մերժում են, ասում են չեմ կարող նման փաստաթուղթ տալ։ Երբ ձևավորվեց առաջին ազատամարտիկների խումբը, ինքը առաջինների շարքերում էր, այն ժամանակ այդպես սիմվոլիկ զինվորական գրքույկներ էին բաժանում եւ առաջին 63 մարդիկ, ովքեր որ 65 մարդիկ գրանցվել են, հորս զինգրքույկ այդ սիմվոլիկ 63-րդ համարն էր, այսինքն ինքը առաջինների մեջ է եղել եւ իր առաջին լուրջ գործունեությունը ինքը սկսեց ծավալել Վարդենիսի շրջանում, երբ սկսեցին կազմակերպել Վարդենիսի ինքնապաշտպանական կռիվները, դե բոլորս գիտենք, որ Վարդենիսը Քարվաճառին սահմանակից է Եվ երբ հայրս այնտեղ տեղափոխվեց արդեն սահմանի անվտանգությունը ապահովելու գործով ներգրաված որպես մայրս այդ ժամանակ ինձ եւ քրոջս վերցրեց եւ հայրիկից ետևից գնաց սահմանամերձ գյուղ։ Մեր գյուղը սահմանից բաժանում էր ընդամենը մեկ գյուղ եւ սահմանն էր։ Եվ մենք այնտեղ էինք սպասում հայրիկից։ Ինքը եղել է, որ մենք մի ամբողջ ամիս իրենից լուրջ չենք ունեցել։ 3 տարի առաջ երբ ես գնացի Վարդենիս, այդտեղ այդ գյուղում, Վարդենիսի Շատվան գյուղում ապրում է հայրիկիս մորաքույրը։ Այնտեղ ինքը ինձ ու իրենց գյուղից մի կին մի գոմ ցույց տվեցին։ Ու ասացին, գիտես սա ինչ գոմ է, ասեցի չէ, չգիտեմ, ասեցին այստեղ հայրիկդ բերել էր սովետական միության տանկ էին թաքցրել ու մենք պահակ էինք նստում այդ տանկին, որպեսզի անհրաժեշտության դեպքում, եթե հանկարծ բացահայտվեր, որ տանկի տեղը բացահայտեն, հայրիկի տեղյակ պահեինք։
Ինքը նաև Կուբատլուի մարտական գործողություններին մասնակցել, եղել է հրամանատար, ինքը իմիջիայլոց բոլոր տեղերում եղել է հրամանատար, ջոկատի հրամանատար է եղել, Կուբատլուին որպես ԱԻՄ-ի ջոկատի հրամանատար է եղել, երբ ինքը երկու արարատների կյանքի համար իրեն պատասխանատու էր զգում եւ երկուսին էլ համարելով ամենափոքրը այդ ռազմական գործողություններից մեկի ժամանակ երկուսին էլ հրամայել է վիրավորներին հեռացնել եւ այլևս չվերադառնալ ճակատ, բայց նրանցից ամենափոքրը 18 տարեկանը չլսելով նորից վերադառնում է ու վերադարձի ճանապարհին, երբ վիրավորի է տեղափոխում, զոհվում է, ես հիշում եմ, թե իմ հայրը ոնց էր տառապում իր զինվորի կորստի համար։ Հետո երբ ինքը եկավ, դե մենք չգիտեինք ինչ ա եղել, մենք ընդհանրապես տեղյակ չէինք ինչ ա տեղի ունեցել, մյուս Արարատի ընտանիքը եկավ մեզ հյուր, հայրիկիս, իր մայրիկը արտասվում էր, ասում էր, մենք քեզ ենք պարտական, որ մեր տղայի կյանքը փաստորեն փրկել է, որ թույլ չեք տվել, որպեսզի ինքը վերադառնա, այդ զինվորին տվել եք, ասել եք գնալ չվերադառնաս, դրանով փրկել եք իմ տղայի կյանքը, որովհետև այդ մարտից հետո փաստորեն միայն հայրս է ողջ մնացել։ Հիմնադիր խորհրդարանի հետ իմ հայրիկը երևի թե սկսել է շփվել այս սահմանադրական փոփոխությունների ժամանակ, մտցնելու ժամանակ, բայց ինքը հիմնադիր խորհրդարանի անդամ չի։ Պարզապես ինքը ներկայացնում էր ոչի ճակատը, որպես վստահված անձ, էլի վարդ են իսում եւ այնտեղ նույնիսկ հետապնդել են իրեն։ Հիշեցի եւ Պավլիկ Մանուկյանին ես ու քույրս, մենք ճիշտ ասած դեմքով ես իրեն գիտեի, բայց անունը չգիտեի։ Այդպես մի անգամ գնում ենք Ստեփանակերտ, ես ու քույրս մեր գյուղի կանգառից սպասում ենք հանրային տրանսպորտին։ Մեկ էլ եկավ Պավել Մանուկյանը կանգնեց մեքենայով, գնաց գրանցվեց, եկավ ու այսպես շատ տնավարի, ոնց որ մենք միասին էինք մինչ այդ, ասեց չեք գալիս։ Ես քույրասին գալիս ենք, բայց որ իրար չենք ճանաչում։ Այդպես նստեցինք ու ճանապարհին շատ հետաքրքիր զրույց սկսվեց, ինչ որ մեր հայրենիքի հետ կապված, հայրենիքի ճակատագրի հետ կապված, այս նոր անկախ Հայաստանի անցած ճանապարհի հետ կապված, մեկ էլ հասանք մի հատ այդպես ճանապարհի մի հատվածում, ինքը մոռացավ որ մենք մեքենայում ենք, այսպես գտիտակ ինչ որ երգ սկսեց երգել, հետո կամաց սկսեց ավելի բարձր երգել ու մեկ էլ ու սկսեց արագ վարել մեքենան ու ապա հայելու միջից ես նկատեցի որ ինքը հուզված է աչքերը այսպես կարմրած ոնց որ արցունքոտ էլի կարելի ասել հետո ինքը հեռախոսը զանգեց եւ ինքը սթափվեց ասեց վայ արա ես ինչ եմ անում ու վերցրեց հեռախոսը ըստ երևույթին հետևից էլի մեքենա էր գալիս եւ իրեն հարցրեցին թե որտեղ ես հասել ինքը ասեց հիշում ես որ մենք այս ինչ տարածքում հիմա այդպես չեմ հիշում թուրքերը մեզ շրջափակել էին եւ մենք այսպես վիճակում ենք հիմա ես այդտեղ եմ հասկացա որ այդ մարդը իր հուշերի հետ էր այդ պահին ես որ Երևանում էի փաստորեն ինքն էլ էր Երևանում բայց մենք չենք հանդիպել ես չեմ իմացել ինքը որտեղ է եկել է թե չի եկել ինքը որ եկել է Ղարաբաղից ես արդեն Երևանում էի ու չեմ էլ իմացել որ ինքը եկել է Հետո երբ որ ես ամեն ինչ արդեն դե ես էլ համացանցից իմացա ինչա տեղի ունեցել ու քույրս ինձ Facebook-ով գրեց որ ինչա կատարվում այդտեղ ես արդեն գիտեի համացանցից իմացել էի ու գրեցի որ այսպիսի իրավիճակ է եւ ես չգիտեմ գուցե մեր հայրիկի կյանքը չգիտեմ լինել չլինելու հարց անգամ ժամերի խնդիր է ես չգիտեմ ինչ է սպասվում Այդ օրերը ես չեմ կարողանում այդպես հիմա մտաբերեմ, որովհետև շատ վատ վիճակում էինք։
Բայց երբ այստեղից գնացի Ղարաբաղ, արդեն մոտավոր հասկանալի էր, որ մի քիչ ավելի խնդիրը ժողովրդի, իհարկե, ժողովրդի կանգնելու արդյունքում իրավիճակը բավականին փոխվել էր եւ ես արդեն ոնց որ հույս ունեի, որ իմ հորը գոնե ողջ կտեսնեմ, անկախ ամեն ինչից։ Հետո որ վերադարձա Ղարաբաղ, առաջինը դա հարցրեցի քրոջս, ինչ որ բան ինքը նկատել էր, ինչ որ մի բան, որ ինչ որ բան է սպասվում, եւ քույրս ասաց, որ քույրս Օսման վարձավճարը տարել էր վճարեր, հետո եկել էր, մտածել էր, այնպես մի փոքր նշի։ Հա, հայրս էլ գինի էր վերցրել, եկել էր որ նշեին ու ասել էր, չգիտեմ, գուցե էլ չվերադառնամ։